ԱՄՆ-ն, որը գուցե իսկապես Հայաստանում մոբիլիզացրել է իրանցիների և մղում է բողոքի ակցիաների, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը Իրանում բախումներ է հրահուրում, այս փուլում Հայաստանի հետ էլ հայտարարություն է ստորագրում, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու է։ Վաշինգտոն հասնելու համար Արարատ Միրզոյանը 24 ժամից ավելի թռիչք է ունեցել։ Իսկ Իրան գնալու համար պետք է ընդամենը 1 ժամ ինքնաթիռով, մի քանի ժամ ավտոմեքենայով։ Այդքան է պետք գնալու համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում նույն այս վարչակազմն էր իշխանության, բայց Հայաստանին օգնություն առաջարկում էր Իրանը։ Իրանի իշխանությունն ասում է, եթե բողոքի այս ակցիաները հաջողություն ունենան եւ արդյունքում երկիրը մասնատվի, Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Իրանում հաջողություն ունենալու դեպքում դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց դաշնակիցների հաջողությունը եւ մտածեք, թե այդ դեպքում ինչ է սպառնալու Հայաստանին։ Թուրքիան ինքն էր հայտարարում, որ Հայաստանում իրենց համար միջանցք բացելու նպատակի միակ խոչընդոտը Իրանն է։ Հայաստանի ղեկավարությունը խնդիր չէ։ Առավոտի Ծիրիկուն ինքնիշխանությունից, դիվանագիտական նվաճումներից խոսող Հայաստանի ՔՊԱ-ական իշխանությանը օգտագործում են ինչպես ուզում են, ով ուզում է, փող են տալիս, կուտը տալիս են ու անում նրանց հետ ինչ ուզում են։ Նրանք հեչ վաղը գնալու են, բայց սրանց քանդած հարաբերությունները կամ սրանց ստեղծած անարժանապատիվ հարաբերությունները մեր երկրին ու ժողովրդին հետապնդելու են շատ երկար։ Կարծես պատվեր ստացած լինեն այնպես քանդելու, որ իրենցից հետո էլ այլևս սարքել հնարավոր չլինի։